Վիճակագրական տվյալները ամենավերջին 23-24 լավոյթանին կտեսնեք կամ հարցում շագյակիք, որ թոշակալների ընտանիքներում հատկապես կամերականություն գնալով նվազումացու, ձուկ, կարակ, ավելի քիչ են ուզում, այդ ներմերություններն ասենք տալիս ես կարող չհամաձայնել իհարկե, բայց եթե ասում եք անկանքի գնումներ անելով հետ վճար եք ստանալու, ձեր շրջապատում թոշակալները կամ եթե ստատիստիկան հարցում անեն ամեն պատահող թոշակալի, միևնույն չի բավարարում իրենց այդ թոշակը, երբ որ մենք ենք հարցում անեն, բայց հիշեցնում են, որ ինչու է վարչապետը ասում, ես միևնույն ծաղրի թոշակալների աշխատավարձը դժվար է միանգամից բարձրացնելը, բայց զուգահեռ օրինակ պատգամավորներ են 3 միլիոն մոտավորապես որ քննչական կոմիտեի պաշտոնյաները հարցը կձևակերպեք հա կներեք, ես պրոստը տենց հարցս հետևյալն է, արդյոք դուք համարում եք, որ այն հետվճարները, որ հաշվարկում եք, բավարարում են թոշակալներին, որպես իրենք բավարար կյանք վարել, սնունդ, հոսանք, էլեկտրաէներգիա եւ այլն։ Տիկին Ղալեչյան, տեսեք, ուրեմն պետական բյուջե է, որը ունի հազարավոր ծախսեր եւ կենսաթոշակները դրա ընդհանրապես մեր բյուջեն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեն ամենամեծ բյուջեն է պետական բյուջեի մեջ։ Գրեթե միշտ տենց է եղել։ Եվ այդ բյուջետային ծախսերը բաշխվում են ըստ գերատեսչությունների եւ ըստ ուղղությունների։ Եվ ձեր այդ մատնանշած ուղղությունը ամենափոքրիկ, ամենաչերևացող ուղղությունն է, որ այդ բյուջեի մեջ կա, խոսքը հազարավոր պետական ծառայողների փոխհատուցմանն է վերաբերում, որոնք աշխատում են, որպեսզի հավաքվեն հարկերը, կարող եք ընդհանրապես չտալ աշխատավարձեր, որտեղ այդ աշխատավարձերը ոչ էլ մրցունակ են եղել, հիմա մենք փորձում ենք մրցունակ դարձնել եւ տեսնենք կհավաքվի պետական բյուջե եւ կվճարվեն այդ կենսաթոշակները, թե չեն վճարվի, ինձ թվում է պատասխանը շատ ակնհայտ է, դա կտևի ընդամենը 1 ամիս։ Երկրորդը, իհարկե մենք ուզում ենք, որ այդ ամեն ինչը ամեն տարի բարձրանա եւ մենք հենց այս տարի բարձրացնում ենք կենսաթոշակները եւ եթե չհամարեինք, որ կենսաթոշակները բավարար չեն, չենք բարձրացնի։ Համարում ենք, որ բավարար չեն, դրա համար էլ բարձրացնում ենք։ Բարձրացնում ենք այնքան, ինչքան թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն իր բոլոր մնացած ծախսերով։ Մենք այսօր խոսում էինք այստեղ առողջության ապահովագրության մասին։ Եթե օրինակ առողջության ապահովագրությունը ներ չդնեինք եւ 50-60 միլիարդ դրամով օրինակ չավելացնեինք առողջապահության պետական բյուջեն, որի մեջ մտածեն 400,000-ից ավել 65 պլյուս տարիքի քաղաքացիներ, կարող ենք այդ գումարները տալ այդ քաղաքացիներին, բայց մենք համարում ենք, որ դա ավելի ճիշտ մոտեցում է, որտեղ այդ դեպքում դու ստանում ես ոչ թե 10,000 դրամի ամսական գումար, այլ ստանում ես 100,000-ավոր, միլիոնավոր դրամների բժշկական ծառայություն եւ այդպես շարունակ։ Կամ այլ ոլորտների ուսուցիչների աշխատավարձեր չբարձրացնենք, զինվորականների աշխատավարձեր չբարձրացնենք, ճանապարհներ, դպրոցներ չկառուցենք եւ ամեն ինչ ուղենք ընդամենը մեկ ոլորտի, տենց պետություն չի զարգանում։ Կան առաջնահերթություններ, այդ առաջնահերթությունները բոլորը դասավորվում են եւ բաշխվում է պետական բյուջեն, որը ամեն տարի աճում է բավական լավ տեմպով, ըստ առաջնահերթությունների եւ մեր բյուջեն մոտավորապես 100 միլիարդով 90 միլիարդով աճել է անցյալ տարվա համեմատ եւ մյուս տարի էլ էլի այդքանով աճելու է եւ նաեւ մենք ունենք ուրիշ հարց, որը շատ հաճախ էլի այսօր չնայած խոսեցի, մենք ունենք աջող թիվ նաեւ կենսաթոշակառուների։ Մենք ոչ միայն կենսաթոշակն ենք ավելացնում, այլև մենք ավելի շատ մարդու ենք կենսաթոշակ տալիս, ինչը շատ լավ է, որտեվ կյանքի տևողությունն է աճել, այդ թվում Հայաստանում մարդիկ ավելի երկար են ապրում եւ վերջի ես ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ասեցի, վարչապետն ասեց, կարծես, որտեղ թիվը ես էի տվել, թե ինչքան ավելի շատ կենսաթոշակառու ունենք հիմա, քան 2018 թվականին ու ամեն տարի ավելի շատ ենք ունենալու, որտեղ նորից եմ կրկնում, բարեբախտաբար մարդիկ ավելի երկար են ապրում եւ գիտությունն ու բժշկությունը այնքան է զարգացել, որ իրանք շուտ չեն մահանում, ինչը մեր հիմնական նպատակն է։ Եվ այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ մենք շատ բալանսավորված քաղաքականություն ենք վարում սոցիալական, ինչը շատ թափանցիկ է եւ մենք դրա մասին չենք վարանում խոսել եւ թե ձեր հետ, թե մեր հայրենակիցների հետ։